Սա աննախադեպ բան է։ Բախվում ենք մի ամոթալի իրադարձության հետ։ Ով կքննի ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 սրբազանների գործը։ Ընդամենը 20 րոպե տևած դատական նիստից մեկ օր անց դեռ հայտնի չէ։ Ինձ թվում է արդեն այս անգամ իրենք ավելի վերահսկելի անձի կնշանակեն։ Ըստ ընթացակարգի հիմա ազատ ժամկետներում գործը պիտի հանձնվի մակագրության, երբ մակագրվի որևէ դատավորին ապարտավոր է 14 օրվա ընթացքում նշանակել առաջին դատալսման օրը, ասում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Ենթադրում է, այս անգամ ավելի հնազանդ դատավորի վրա կանգ կառնի համակարգիչը։ Հայաստանում համակարգչային ծրագրով է որոշվում, որ դատավորը ինչ գործ պետք է քննի։ Ես ի սկզբանե չէի համաձայնվի նման գործ քննել։ Աննախադեպ խայտարակություն է մեղադրյալի աթոռին նստեցնել հայոց հայրապետին, ինչ թե նա իր կանոնական լիազորություններն է կատարել։ Կարգալույծ է հռչակել Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանին, ասում է փաստաբանը։ Սա բնականաբար քաղաքական հետապնդում է, այլ կերպ սրան բան չի կարելի ասել։ Քաղաքական հետապնդման գործիք չի ցանկացել դառնալ դատավոր Հակոբ Մանուկյանը, կարծում են շատ վերլուծաբաններ։ Ուրբաթ դռնփակ դատական նիստում նա ապացույցներ է ներկայացրել, թե գործը քննելու համար կան կաշկանդող հանգամանքներ։ Հակոբ Մանուկյանը մինչև դատավորի պատմուճան հագնելը փաստաբան է եղել։ 2021 թվականին նրան փաստաբանական արտոնագիր է հանձնել այն ժամանակ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որը հիմա կաթողիկոսի շահերի պաշտպանն է։ Արտոնագիր այն ժամանակ ես եմ իրեն տրամադրել, այս առումով նա կարծիք հայտնեց, որ սա կարող է կասկած հարուցել։ Ինչպես մենք պաշտպաններս, այնպես էլ դատախազները մենք տեսակետ հայտնեցինք, որ դա կաշկանդող հանգամանք չի եւ դա չի կարող հիմք լինել բացարկի։ Բայց դատավորն ինքն է որոշում կկաշկանդվի այդ հանգամանքից, թե ոչ։ Արա Զոհրաբյանի խոսքով Հակոբ Մանուկյանը պարզապես չի ցանկացել քաղաքական process-ի մասնակից դառնալ։ Գործը քննել արդեն խնդրահարույց է։ Եվ այս առումով իրեն ողջունում եմ, որովհետև դա բոլոր դեպքերում կարելի ասել խիզախ քայլ էր եւ վստահ եմ, որ համակարգը չի ներելու դատավորին, փորձելու է ճնշումներ բանեցնել նրա նկատմամբ։ Ով կլինի այն դատավորը, որ կհամաձայնի դատել վեհափառ հայրապետին, Զոհրաբյանը ենթադրություններ չի անում, ընդգծում է վեհափառ հայրապետի ներկայությունը դատարանում արդեն իսկ կաշկանդող փաստ է բոլորի համար։ Մեծ կաշկանդվածություն պետք է ունենան եւ դատավորները, եւ դատախազները, եւ քննիչները։ Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտպանական թիմը դեռ չի հայտնում վեհափառ հայրապետը նորից կգնա դատարան։ Զոհրաբյանի խոսքով կաթողիկոսը դատական առաջին նիստին ներկայանալու հաստատ որոշում է ունեցել։ Վեհափառ հայրապետը առաջին անգամ եկավ, ցույց տվեց, որ հարգանք ունի պետականության նկատմամբ, Լիլիթ Խալաթյան, Աշոտ Մնոյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։